արդեն որի՞օրդ գործընկերոջն ենք գործ կա բանակցային բազային կարողություն։ Չեն կարողանում մեկի վրա պետքա գցեն։ Հակապետական գործողության մեկի վրա պետքա գցեն, բայց այսքան ժամանակ չեղավ մի ոլորտ, որտեղ իրան կարողանան լավ բանակցեն։ Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում վառ արտահայտվում է կամ է եւ չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կամ պատերազմի, կամ զիջման, երկու տարբերակ էր իր տեսլականը, բայց կա երրորդ տարբերակները միշտ, դիվանագիտությունը դրա մասին է, եթե կամ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա արդեն, դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ են։ Հիմա պարոն Կարապետյան, ընդդիմությունը ինչ այլընտրանքի առաջարկել է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, Մենք որ իրենց հայտարարությունը քվե հանդես տված կգանք։ քաղաքացիները օրինակ քվե են տվել սահմանադրության փոփոխության կաթողիկոսին հանգստի կոչելու վերաբերյալ դուք ինչ օրակարգ եք հետապնդելու սրանից։ Հանդես կգանք հայտարարությամբ, կարծում եմ այսօր կամ վաղը մեր ժամանակը արդեն կտրվի մեզ ու մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, թե ինչպես իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը, բանակցություններին իր մտածելակերպը երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի տեղ ինքը բացեց խաղաքարտերը վերջապես, այն ինչ որ մենք ամիսներով ասում էինք, ինքը այսօր մի քիչ առաջ ասենք։ Վեհապարի հետ կապված ուղիղ ասեց, որ խնդիրը Արցախի հետ կապված Արցախի անունը շոշափելն է, Արցախի հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն են։ Շնորհակալություն։ Բանակի վերաբերյալ պարոն Կարապետյան։ Ակնհայտեցիք, որ Զավադբան դրանք երկրորդական հարցեր են, զուտ Գործիք է ինչ որ բաները, որպեսզի կարողանա ազդեցություն ունենա քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա։ Ներողություն եմ խնդրում, կարող ենք այսօր նաև բրիֆինգով հանդես գալ։ Բանակի վերաբերյալ կիսում եք Նիկոլ Փաշինյանի այդ տեսակետը, որ անվտանգային նկատառումներից ելնելով վերջին կետը դա պետք է լինի, այլ ոչ թե առաջին։ Տնտեսության հիման վրա պետք է Աշխարհում ընդհանրապես տենց է, բայց մեր տարածաշրջանը ունի սպეციფიკա։ Ներողություն եմ խնդրում, նիստն է։